2025 թվականի դեկտեմբերը թևակողեց ջավախ ձմեռային հագուստով ու թարմությամբ։ Սպիտակ սավանով ծածկվեց ամեն ինչ։ Այս օրերին միշտ են սպասել բնակիչները։ Օդի մաքրության ու թարմության պակասն արդեն զգացվում էր։ Չնայած քիչ, բայց այնուամենայնիվ տեղաց ձյունը, իր հետ բերելով խնդություն ու ձմեռային տրամադրություն։ Այս տարի ձյունը եկավ իր ճիշտ ժամանակին, ինձ համար ձյունը կարևոր է, քանի որ ձմռանը ինչ առանց ձյուն չի կարող լինել եւ ձյունը շատ է գեղեցկացնում մեր քաղաքը, ինչպես գիտենք, մեր ջավախքում ձյունառատ է եւ սաստիկ է, երբեմն նաեւ լինում է որ տաք է լինում։ Երբ ձմեռը գալիս է, երեխաները դուրս են գալիս բակ, խաղում են սահնակ, ձնագնդեր են խաղում, պատրաստում են ձնեմարտ եւ նրանց օրը շատ լավ է անցնել։ Այո, խաղում ենք, երբեմն սահնակ ենք խաղում, երբեմն էլ միմյանց ձնագնդերով խփում ենք։ Բոլորիս կողմից սիրված ձմեռը եկավ անակնկալներով, հիշեցնելով ձմեռային խաղերի մասին, ինչու՞ չէ, նաև ամանորի պայծառ օրերի մասին։ Արդեն դեկտեմբերի 1-ն է եւ հենց ձմռան առաջին օրով ձյունը եկավ։ Ես շատ եմ սիրում այս եղանակը, քանի որ ձյունը զարդարում է ամբողջ քաղաքը, ուրիշ տեսք է ստանում քաղաքը, շատ գեղեցիկ, շատ հիանալի, նաև ձմեռը մանուկների համար շատ հաճելի է, քանի որ նրանք դրսում տարբեր խաղեր են խաղում, սահնակը, դահուկը, շատ հաճելի է ամեն ինչ։ Եվ հենց ձմռանը միտքը ամանորն է, ես շատ եմ սպասում ամանորին, իր գեղեցիկ գույներով ամեն ինչով։ Ձմռան կախարդանքը կամաց զբաղեցնում է իր դիրքերը։ Ահա այս օրերին է, երբ եղևնին սկսում է հագնել ձյունե շորեր, առվակը կամաց սառցակալվել։ Այգիների նստարաններին մարդկանց փոխարեն զբաղեցնել սպիտակ փափուկ ձյունը։ Արծաթին փայլփլող հայելանման մաքրությամբ լցվում ամեն ինչ։ Ձմռան հեքիաթ, ու այն սկսվեց ջավախք աշխարհում։